Ազգային քաղաքական կյանքում, այլ նաև ազգային պետական կյանքում ինքը մարդ էր, որը լինելով կուսակցության առաջնորդ երբեք կուսակցամոլ չդարձավ։ Դե բոլորին հայտնի է, որ ես 90-ականներին եղել եմ ընդդիմադիր Հայաստանի ունեցող ուսանող, ոնց որ իմ սկզբնական եւ այս փուլը շատ ավելի նման է, քան միջին փուլը, ընդդիմադիր ենք եղել։ Եվ բնականաբար իշխանությունների նկատմամբ չունեի բարյացակամ վերաբերմունք։ 2001 թվականին ընկերներիս հետ գնացինք ապրիլի 27-ին Լեռնահայաստանի օրներ, Գարեգ Տաթևի վան, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ 21 թվականին 1900 հռչակվել էր Լեռնահայաստանի Հանրապետությունը, 2001 թվականին մենք էլ մի շարք պատմաբաններով գնացինք։ Այնտեղ էր նաև պարոն վարչապետը, ես իրան չէի ճանաչում, միայն հեռուստացույցով էի տեսել, ու կառավարության անդամները։ Դրանից հետո ինքը որպես հետո եմ էլի արդեն անալիզան, որպես նորմալ հայ մարդ, բոլորին հրավիրեց հացի, այնտեղ հացի տեղը դե պարզ է։ Մեկը ասում է դուք կարևարքան եք, մյուսն ասում է դուք էս եք, մեկը սենց է։ Ինձ էլ հերթը հասավ, ես էլ մի երկու բաժակ արդեն թթյարա խմած եմ, ինքը մի քիչ ավելի անկեղծած է։ Նժդեհ առաջնորդապաշտության մասին գործում է, դրա մասին խոսեցի, մեղմ ասած ինքը քննադատական էր էլի։ Ինքը ինձ ասեց մի հատ, հետո է այդ տղա, մի հատ ասեք թող գա, ես մի անգամից լրջացա էլի, մինչև մոտեցա իրան, ասի արա քո ինչիներ պետք էլի։ Հա, քո ինչիներ պետք է միսպես, այս նորներ, հա, հյուրասիրում են, հյուրասիրել գնալ, քո ինչիներ պետք է լար քննադատեցի։ Եսա մի բան ավել կասեմ, մի բան պակաս կասեմ, խոսես չի լինում, չխոսես չի լինում, բացի պատիվ իրեն ինքը հասկացա, որ այդ իմ պահվածքը ոչ թե անդաստիրակության, լկտիության արդյունք է, այլ ազնիվ ըմբոստության։ Ինքը սենց դա հիշում եմ, սենց ձեռը սենց տարավ, այսենց կրտինքս մաքրեց, գրկեց, համբուրեց, ասեց պուզ մեզ ես երկիր է դզվի, ասի իհարկե։ Ասես պատրաստ ես քու բաժին պատասխանատվությունը վերցնելու, ասի այո։ Ասես դեվաղը քեզ կզանգեն, եթե կուզես նժդեհական տղա ես կգաս եւ կխոսենք։ Եվ ես տենց արդեն ընդգրկվեցի նժդեհյան ուսմունքը, մանավանդ ռազմական մանկավարժության հիմնահարցերը, բանակում գրքույկ գրեցինք, այնուհետև նժդեհյան գաղափարախոսությունը ներմուծեցինք դպրոցներ, ասենք իր շնորհիվ ա եղել, ասինքն ինքը մեծ մարդ էր էլի, եւ երկրորդը մի բան էլ ասեմ, ԱՄԿ-ի մասին ֆիլմեր նկարահանվում, ես այն ժամանակ արդեն 2006 թիվը կամ 6 կամ 6 թիվներ, կամ 6-ի վերջն կամ 7-ի սկիզբը, հա, ԱՄԿ-ի մասին ֆիլմեր նկարահանվում, ես վարչապետի օգնականն էի, հայտնի հեռուստաընկերություններից մեկն էր նկարահանում, այս հայտնի պատճառներով չասեմ, էլի չասեք ռեկլամ եք անում բան, հա։ Եվ շատ լավ ստեղծագործական խումբ էր ստեղծվել, դե բայց ես որպես վարչապետի օգնական, նաև որպես պատմաբան նայում էի սցենարը, գնացինք վերջի անգամ նայեցինք, այնտեղ մի հատ գործիչ կար ԱՄԿ-ական, ինքը հիմա էլ կա, երկարատայինների կյանք իրեն, անունը չտան, որը մեղմ ասած շատ խիստ էր քննադատում Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը եւ Անդրանիկ Մարգարյանին, եւ ես փորձեցի նախաձեռնություն ցուցաբերել, այդ սցենարից այդ մարդու անունը ջնջեցի։ Ասես պետք չի։ Ասի տենց ապել, ես իմ վրա ու արդեն բոլորի անունը կար, բացի այդ մարդու անունը էլի չկար, իր անունը չէր հիշատակում եւ ուրիշներ տենց էր գնում։ Հետա տարանք արդեն նախավերջի օրնա դե սցենարը պետք է տանենք վարչապետին էլ տանք, որ ինքը նայի, մանավանդ ինքն էլ պետք է հարցազրույց տար, ճիշտ նայեց, դա բաց դավոյի պես չեմ անելու, էլի բաց բա ռազմեջիկու ասում է դո ջան, չէ։ Ասես նայեց, ասեց, բայց մարդու անունը ուր է։ Դե ասի պարոն վարչապետ ջան, ասես աուրը քեզ քննադատում է դրան դնենք ինչ անենք, ասես դու պատմաբան չես, ասես հա, ասես ուրեմն իմացի։ Պատմությունը երբեք չի կարելի կեղծել։ Կապ չունի որ ինքը իսկ քննադատում է, ինքը ԱՄԿ գլխավոր երևելի դեմքերից մեկն եղել եւ իր ձեռքով այդ մարդու անունը գրեց ու ասեց այդո սա քեզ թող դաս լինի։ Եվ որպես եւ որ քաղաքականության մեջ էլ, պատմագիտության մեջ էլ երբեք քո անձնական ու կուսակցական շահը առաջնային չդարձնես։ Եվ Անդրանիկ Մարգարյանի ստացած գլխավոր դասերից մեկը դա է եղել, որ խմբակային, կուսակցական առաջնորդի շահը չի կարող պետության շահից վեր լինել։ Կուսակցությունը եւ ընդհանրապես միջոց է ազգային պետական հարցեր լուծելու համար։ Ռոմանտիկ կարող է չի հարցից, բայց եթե Անդրանիկ Մարգարյանը լիներ այսօր Հայաստանում, կամ մեր նման կտառապեր,
կամ սիրտը էլի չեր դիմանա, կամ էլ իր ընկերների հետ կհամախմբեր եւ Նիկոլին կճանապարհեն։ Այդ երեք տարբերակ։ Պարոն Շարմազանով, նաև Ես նույնը կարող եմ ասել եւ Վազգենի Պահով Սարգսյան եւ մեր մնացած Բայց երևելիների։ դետալիներ դիպոզրին է։ Ես դետիներով հարցերին չեմ ուզում պատասխանեմ։ Պարոն Շարմազանով, Էներգի որ պակաս քիչ մարդիկ կան, Արցախյան առաջի վարչապետը կա, առաջի նախագահը կա, երկրորդ նախագահը կա, երրորդ նախագահը կա, բայց դժբախտաբար Նիկոլի կառավարությունն էլ կա։ ներքաղաքական խնդիրներին անդրադառնանք, երեք Հայաստան խմբակցությունը առավոտյան մեկ այլ հարց Բայց բարձրաձայնեց։ մերոնք չեն խոսել դրա մասին։ Ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, ինչ եք կարծում, Իմ այս կարծիքը ամենը մերոնց կարծիքից չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ ես հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած դրանք իմ համար տրենդ չեն, դրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն է, բայց ավետարանը ասում է այո պետք է այո լի, ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, Մամիջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում ու այլ որակում տա։ Դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ 5000 դոլար փող պետք է լի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Ու տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ էլի։ Ո քերոք ինչ ասի։ Անդրանիկ Մակարյանի նախաձեռնությամբ Մայրաթորթի պետքնահանգույցի համաձայնագիր հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաբանման Ավեհափարի հետ հատուկ կառավարությունը պայմանավորված հուշագիր ստորագրել։ Ամեն դեպքում առաջին թիրախավորվեց նաև այդ առարկան, արդեն հեռացվեց իշխանությունների թեթև ձեռքով, վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ինչ փոխվեց այսօր, որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում եք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս, բազմակի երկար պետք է պատասխանել։ Այս տեսախցիկներին էլի Հա։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնայեն, չէ։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորիս եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել է, այդ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռնա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստելիք է հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կործանել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկոլն է, որը կանգնել ասել է, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Հիմա այդ ասած մարդը եկել իրան իրավունք է վերապահում, հարցեր է տալիս, պահանջներ է տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածի այլ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով որ եկեղեցուց խոսում է։ Կա սահմանադրություն, այս ամենը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի Կիրակյորը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կա հաղորդություն ստանա։ Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։
Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Այդ աստիճան օտարացում, բայց սաղմոսներ ամեջ բերում։ Ցավը տանեմ հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսներ մեջ բերում, բայց սաղմոսներ թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում է։ Դրանից առաջ էլ հայոյում է հոգի։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արցունքն է, որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։ Որտեւ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեկը ասում է, վայ ես կուսակրոնություն չեմ խախտել, այն մեկը ասում է դուս դե արդարանալու թեմա չկա։ Եկեղեցին հանճատա պետությունից։ Դու ով ես завше դրա թե կա խնդիրներ։ Այդ խնդիրները եկեղեցին ինքը իր եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ չծից խոթել ես եկեղեցու մեջ։ Ասիկա քու կառավարությունում սաղ չոտք ես արել, հիմա ես եկեղեցի մանես։ Կգնում եմ Արցախը հանձնող մարդը 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասել է ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ-որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ, բարոյական, հոգեբանական, տո մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին է խոսում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա, ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախմխորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրամատ ունեք։ Եղբայրին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել Ադրբեջանին կազմում դրանից մեծ կամպրամատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանի վերջը մի ասում Արցախն Ադրբեջանն է։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա Այդքան բանը ձեզ քիչ, հա։ Էսի սա հայկի ու բելի կռիվա։ Արթուր Մեջանելը ասում է, սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Ալաշկուրի բերանով է փակելու բան Շարմազանով, ասում է հայրական։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, նոր հասեք Ալաշուկյուրին, էլի։ Երկուսը համատեղ են, չէ՞ գործում։ Ասում եմ բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարացնելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Հետո նորացնենք բանի, էլի։ Բայց մտավախություն չկա, որ դրական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետությունից։ Այդ ցավը տանեմ այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման ոնց պետք է ան։ Բայց համանդրությունը փոխվում։ Ոնց է փոխում հանակվերով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես ոնց է փոխելու։ Ես չեմ գնա, բայց Դե դու չես 7 տարի է Դե եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան չան ավարտեմ։ 21 թվականի խափել է։ Հիմա եթե այսքանից հետո, դե եթե պետք է խափի ուրեմն այս ժողովուրդը արժանի չի անկախ պետության, էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներողություն է, չեմ ուզում այլ համեմատություն անել։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմդ մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ գուշ ասում են որ ընդ ականա։ Դու համառորեն գնում ես ոտը դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես ուզում մեղադրես։ Ես էլ ասում եմ 7 տարի է։ Ես Աշոտյան Արմենը ամբողջ հանրապետական կուսակցություն չենք զգուշացրել։ Դե ով ականջ ունի թող լսի, օղաշկ ունի թող տեսնի։ Հետո մի ասեք, վայ, ես միշտ առանց պայքարի չի լինելու։ Առանց պայքարի ամեն ինչ էլ հայ ժողովրդի ձեռքում է։ Այդ դավադություն է միավը, սաղ լյուբոյ մարդուց կախված է, լյուբոյ հայ մարդուց, ցանկացած հայ մարդուց է կախված, Հայաստան կլի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհյան բարերով ասեմ։ Նեժդեհն ասում է, հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն ավելի ակտիվ է լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն ակտիվանում, դու պարտվում ես։ Հիմա մենք պետք է մեր մեջ հասկանանք։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք լացենք, ասենք, վայ, ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասին խոսի։ Բաց չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն մեր պայքարով, դուք ձեր հարցերով, հիշում եք մի ժամանակ, որ դու գնում եք ասում, իստե մեկը ռիփսում, հարցեր եք տալի, ոնց է շուշկարվում։ Բայց ինքը կոմֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասածը ո՞րն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան,
Չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողած կոնֆորտ զոնայի մեջ գնահատության։ Կեսիդ բռնելու, հա, կեսիդ էլ հանձնելու Բաքվի բանդ։ Էդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերում իրար հետ կխոսակ, ռազմիրատ կանեք, ով էր ճիշտ, ով էր սխալ։ Ստեսում։ Շնորհակալություն։ Հասցանով ավարտում ենք։